աշխարհ բորույս ես բոմբոմի Կախարդական քաղաք ու հրաշք ես բոմբոմի Ժպիտը կոտակի տոտաները բոմբոմի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մենք սիրով սպասում ենք ու տեսնում իրենց թագին մեծ
ոսկու կտոր։ Այ կնիկեսի ոսկե։ Թե բաչես ասի, բամբակը փեփելու կետերի վրա ծախեցի, բամբակի փողն է։ Մարդը ոնց է ուրախանում, այդպես է դուք ուրախանաք։ Յուրաքանչյուրին հրավիրում են, ծանել է տալիս, կովում է շնորհակալություն է հայտնում, որ են պետ, աշխատասեր, աղջիկ է մեծասեր, քեֆ է սարքում, նստում են քեֆին։ Զոնքանչը խորաման կին է լինում, կատում է, թե բանն ինչպես է պատահել, վախենում է փեսել նորից աղջկանը, գոց հանձնեում, գաղտնիքը բացվում։ Քեֆի մի լավ ժամանակը մի բզեզին ներս մտնում ու բզացնելով բդդվում շեյնակը Այս զոնքանջը վեր է գնում, գլուխ է տալիս բզեզին ու ասում Բարով եկան, որ կուրջան, ոնց ես, որտեղ ես, այսքան ժամանակ չես երում, ախր քեզ ով էր ասել այդքան բանանես, որ այդ օրն ընկնես։ Փեսը մնում է զարմացած, ասում է. Այ մեր խելագարվեցի, քեզ ինչ պատայց, այս բզազին, այս ինչ ես ասում, մորքուրս ո՞րն է։ Զոնքանչը թե Այ որդի, քեզնից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես, չես ասի, այս բզերն իմ մորքուրն է, խեղճը շատ աշխատասեր կնիկ է, ամբողջան աշխատում էր, շատ աշխատից կուչ եկավ, պստիկացավ, այնքան պստիկացավ, որ բզես դար։ Մեր ցեղն այդպես է շատ աշխատասեր են, բայց աշխատից պստիկան բզես են դարնում։ Այս որ փեսը լսում է, քիչ է մնում բախից պրաշի ճաքի։ Են է լինում, որ են արգերում է հուրին, գործանել, որ մարգուրի նման վզե չդարնա։ Ярко светит солнышко, птички песенки поют, по неведомым тропинкам я к любимому иду. На пути мне не встречайся, ни медведь, ни серый волк, ждет меня, не дождется ненаглядный мой белок. Անչափ շնորհակալ ենք, շատ հետաքրքիր էր կազմակերպված, նախ եւ առաջ շատ ուսուցողական էր փոքրիկների համար, անչափ շնորհակալ ենք։ Песенки поют, по неведомым тропинкам я к любимому иду.
միջոցառումը շատ գեղեցիկ էր, շատ հաճելի էր, երեխաները շատ ուրախացան։ Մենք շնորհակալություն ենք հայտնում եւ այսպիսի միջոցառումները թող հաճախակի լինեն։ Ինձ շատ դուր եկա, որտեղ շատ ուրախ էր անցնում այստեղ։ Եկեք եղանակա, եկեք բերեկելի, հավատեք եղանակե։ Հարգելի հեռուստադիտողներ, ես այսօր կցուցադրեմ Այկիդոյի հնարքներից մեկը, հիմնային հնարքներից մեկը, որը կոչվում է շի հո նագե, այսինքն նետում 4 տարբեր կողմերի վրա։ Հակառակորդը բռնել է իմ հայլաձև ձեռքը ըստ իրեն, քանի որ իրեն հետևում կա ոտք, հենման կետ, ես չեմ կարող գնալ իրա վրա, դեպի այն կողմ ես չեմ կարող մտնել, իրա մոտ ազատ է այս անկյունը, դրա համար ես թեքվում եմ այս կողմ, վերցնում եմ ձեռքը, գալիս եմ իրա դատարկ կետի վրա, շրջվում եմ և իջեցնում եմ ցածր։ Հակառակորդը հրում է ինձ, ես անցնում եմ կողք, բաց եմ թողում, որպես ինքը գնա, խնդրեմ։ Ես գնում եմ իրա վրա, հարցակում եմ իրա վրա, բռնում եմ ձեռքը, որպես իրեն համար պաշտպանություն, հարցակվում եմ ստեղ։ Այկիդո մարտարվեստում ոչ մի բան հենց այնպես չի կատարում, ամեն ինչ որոշված է, չափված և ձևված։ Սա նաև ուսուցողական տարբերակներից մեկն է, եթե մենք նայենք մարտական տարբերակը, հնարքի մարտական տարբերակը, վերցնում ենք այստեղ, գցում եմ ստեղ և կոտրում եմ ձեռքը։ Պարզ է։ Սիրելի փոքրիկներ, եթե դուք էլ ցանկանում եք պարապել Այկիդո մարտարվեստով, կարող եք համենալ մեր կայսրություն, որը գտնվում է Երևանի պետական համալսարանում։ Դուք էլ կարող եք նման բան կատարել, եթե կա ցանկություն։ Յամե, սեյզա։ Փոքրիկ ուսուցչուհին, Մարոն փոքրիկ ուսուցչուհին մի առանձին սենյակում նստացրել է իրար կողքի աշակերտներ 12, արդյոք նա գորշու բրդոտ նստած 10-ն է մրթմրթում, նապաստագին տեսեք վախկոտ, տեղը խնոք չի նստում, դասդ գիտես, ընկեր Մարոն հարցնում է տիկնիկին, լացակումա ջելավ պիսոն, ես թուղթուն եմ բժշկից, ճիշտ չես ասում, հնձեր քեզ, տեսել եմ մոկ որսալիս, դե էլ դասը չգաս այդպես, շատ իզուր ես դու լալիս, Շանիկ, ինչ ես անվերջուշում, շատախոս ես, ամպիտան,
քո պատճառով փիղն է դժում, անվերջ հուշում ես նրան։ Հերթը քոնն է թութակ հիմա, տեսնենք ինչ ես արել դու, և թութակն է ելնում վստահ, ոզնու պատմածն է պատմում, այդպես չգաս մյուս անգամ, ու կրկնես ուրիշին, անգիր ես դու միանյանում, իմ այս խոսքը լավ հիշիր, հերթը հասավ ծուլ կրյան ելավ գլխի կոր, անցյալ տասին դու չկար, սովորել ես 14, ոնց սովորեմ, ես գիրք չունեմ, աղվեսն էլ գիրք չի տալիս, իբր թե մեր հարևանն է, երբեք մեր տուն չի գալիս, չեմ ընդունում ոչ մի պատճառ, սաստիկ դժգոհ եմ այսօր, գլուխները կախում եմ վար, խաղալիքները բոլոր։ Քիչ խոսի, շատ լսի։